Վերջին օրերին տեղեկություն տարածվեց, որ կինոգետ Անի Հակոբյանը հրավիրվել է քննչական կոմիտե լուսահոգի իրապաշտպան Ավետիք Իշխանյանի գրառումներից մեկը հավանելու համար։ Դեպքը բավականին մեծ ռեզոնանս ստացավ Հայաստանի հասարակական քաղաքական շրջանակներում և թեմայի վերաբերյալ ես զրուցել եմ փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ։ Պարզս պարոն Խուդոյան։ Բարև ձեզ։ Պարոն Խուդոյան, այս դեպքը ինչի մասին է առհասարակ և գործող վարչախումբը այսպիսի ռեպրեսիվ մեթոդաբանություն կիրառելու համատեքստում ինչ խնդիր է փորձում լուծել։ Այս դեպքը նման է բազմաթիվ դեպքերի, եթե ոչ հարյուրավոր, ապա տասնյակ դեպքերի, որտեղ մարդիկ իրենց Facebook-յան գրառումների համար ենթարկվում են քրեական հետապնդման։ Կոնկրետ այս դեպքով լուսահոգի Ավետիք Իշխանյանի գրառումներից մեկով որոշակի ինչ-որ խնդիր են տեսել այդ գրառման մեջ, գուցե ատելության խոսքի, գուցե բռնության քարոզի, դեռևս այդ առումով բան չկա, ինչ-որ վերջնական իրավական դիրքորոշում չկա, և տարբեր անձանց, ովքեր հավանել են այդ գրառումը, կանչում են հարցաքննության, ճշտում կատարեն, ոչ թե այդ անձինք մեղադրվում են ինչ-որ հավանում տալու մեջ, այդ անձանց վերաբերյալ չի խնդիրը, այլ վարույթն իրականացնող մարմինը ակնկալում է այդ անձանց դիրքորոշումը լսել այդ ստատուսի վերաբերյալ, այդ անձինք ինչպես են ընկալում այդ դիրքորոշումը։ Շատ հանգամանքներ չեմ կարող նշել կոնկրետ Անի մասով ինչ ենք խոսել, որովհետև դա նախաքննական գաղտնիք է, բայց ամեն դեպքում իր հետ տեսօր գնացինք, իր վերաբերյալ ոչ մի խնդիր չկա, բայց խնդիրը ավելի գլոբալ է, առհասարակ բոլոր հանրային գործիչների հրապարակային խոսքի կապակցությամբ մենք շատ դեպքեր ունենք, հատար դեպքեր ունենք նաև քրեական հետապնդումների, որտեղ ուղղակի հանրային խոսքը իշխանությունների գործողությունների կոշտ քննադատությունը կամ գուցե նաև ոչ կոշտ քննադատությունը արժանանում է քրեաիրավական հետապնդման այն պայմաններում, երբ որ համանման խոսքը եթե կատարվում է մյուս կողմից, հետապնդման չի ենթարկվում։ Այսինքն մենք այստեղ գործ ունենք և ազատ խոսքի սահմանափակումների պրակտիկայի հետ, և մենք գործ ունենք երկակի ստանդարտների հետ։ Եթե Անի Հակոբյանի նկատմամբ որևէ մեղադրանք չի հարուցվել, ապա ինչու էին կանչում, հարց է առաջանում, ինչ խնդիր են փորձում լուծել։ Եթե մարդը գրառումը հավանել է, ապա ինչ կարգավիճակ ունի նա։ Մենք ունենք այս պահին դատարաններում էլ գտնված շատ գործեր, որտեղ վարույթն իրականացնող մարմինը, օրինակ նույն լուսահոգի Արմեն Գրիգորյանի գործը, որ հիշենք, պայմանական մի քանի անձի հրավիրել էին, հարցեր տվել, թե արդյոք դուք այս գրառման մեջ որևէ խնդիր տեսնում եք, արդյոք դա ձեզ անհանգստացրել է, նաև եթե չեմ սխալվում, Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի գործում էլ տենց դրվագ կար, որ տարբեր անձանց կանչում են հարցաքննման, թե արդյոք դուք այս վիճակից անհանգստացել եք, ձեր անդորրը խանգարվել է, թե ոչ, կարելի ասել գրեթե նույնական պրոցես է, հավանում տրված անձանց դեմ որևէ բան չունի քննչական կոմիտեն, և վարույթը իրականացվում է կոնկրետ գրառման վերաբերյալ, որը էլի իրավաչափ չի, էլի խիստ անհանգստացնող է, և նաև անձնական կարծիքս էլ այսօր հայտնեցի քննիչին, որ նաև լուսահոգի Իշխանյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է իր վերաբերյալ։ Այսինքն թիրախը Ավետիք Իշխանյանն է։ Այո, նրա վերաբերյալ գուցե մեղադրանք կլինի, գուցե ոչ, այդ պարագայում, եթե ընտանիքի անդամները ցանկանում են process-ը շարունակվի, ապա կարող են նույնիսկ գործը հասնել դատարան, բայց դեռևս վերջնական իրավական դիրքորոշում ոնց ասացա չկա, արդյոք այդ ստատուսը ենթակա է լինելու քրեական հետապնդման, թե ոչ։ Պարոն Խուդոյան, կարող ենք փաստել արդյոք, որ այսպիսի մեթոդաբանությամբ գործող վարչախումբը ռեպրեսիվ գործիքակազմի կիրառման համատեքստում, այսպես ասած, նոր բարձունքներ է գրավում, որովհետև իրենք անում են այնպիսի բաներ, որ ըստ էության չլսված էր և սա հարիր է ավելի տոտալիտար բնույթի համակարգերին։ Իրականում իմ կարծիքով, իմ դիտարկումով նոր չի,
որովհետև 22 թվականից սկսած այս գործողությունները տեսել ենք։ Սկզբից սրանք գնում էին վիրավորանքի գործերով, երբ որ վիրավորանքը քրեականացված էր Ծանր վիրավորանքի։ Այո, հարյուրավոր գործեր դատարան գնացին, հետագայում այդ հոդվածով ապա քրեականացվեց արարքը, հետագայում այդ նույն արարքները արդեն փորձեցին տեղավորել խուլիգանության կամ օնլայն խուլիգանության տակ։ Ամեն դեպքում այդ ռեպրեսիվ գործիքակազմը արդեն կարելի ասել տարիների փորձ ունի եւ շարունակաբար գործում է ու իմ կարծիքով նաեւ որոշակի ազդեցություն թողնում է ազատ խոսքի նկատմամբ, որտեղ մարդիկ կաշկանդված են լինում, շատ մարդիկ այո հասկանում են, որ իրենց արարքում որևէ ապօրինի բան չկա, այդ պատրաստ են նույնիսկ գնալ օրերով քննչականներով բացատրություններ ներկայացնել, պաշտպանել իրենց իրավունքները, բայց կան մարդիկ, որոնց համար թեկուզ ոստիկանական բաժին գնալը կամ քննչական բաժին գնալը բավականին ստրեսով process անձը արդեն մտածում է ինչ որ իր կարծիքը հրապարակային արտահայտի, թե զսպի իրեն, որովհետև կարող է հերթական անգամ այդ ստրեսին ենթարկվի։ Շնորհակալ եմ հետաքրքիր եւ կարեւոր մեկնաբանության համար, սիրելի հայրենակիցներ, թեմայի վերաբերյալ ես զրուցեցի փաստաբան Հովհաննես Խուդոյանի հետ։